այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց, որտեղ նախ 3 երկրներից Օմանի Սուլթանություն, Սաուդյան Արաբիայի թագավորությունը եւ Բահրեյնից քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել Հայաստանի Հանրապետություն եւ գիտեք, որ այդ երկրներում կենսամակարդակը շատ բարձր է, այդ երկրների քաղաքացիները ֆինանսապես շատ ապահովված են, սա նշանակում է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն զբոսաշրջային հոսքեր են ակնկալում ֆինանսապես բավականին բարձր վիճակում գտնվող մարդկանցից։ Երկրորդը մի շարք երկրներից, որոնք որ բարեկամ երկրներ են եւ իրենց քաղաքացիների համար արդեն իսկ առանց վիզային հնարավորություն կար, այսպես ասած իրենց ռեզիդենտ, բայց ոչ քաղաքացի լինելու այդ հնարավորությունը նույնպես բացված է, օրինակ, տեսեք, օրինակ Քաթարը կամ Արաբական Միացյալ Էմիրությունները իրենց երկրի բնակչությունից բազմաթիվ անգամ ավելի մեծ իրենց երկրի քաղաքացիներից բազմաթիվ անգամ ավելի մեծ բնակչություն ունեցող երկրներ են, այսինքն օրինակ երկրի մի քանի 100,000 օրինակ Քաթարը ունի քաղաքացի, բայց մշտական բնակչությունը այնտեղ մոտ 3 միլիոն է, 2.5 միլիոն է եւ այդ մարդիկ նույնպես բավականին իմիջիայլոց այդ մարդկանց մեծ մասը ֆինանսապես բարձր կայունություն ունեցող եւ ֆինանսական բավականին լավ վիճակում գտնվող մարդիկ են, որովհետեւ գիտենք նաեւ այդ երկրներում օրինակ հյուրանոցների մենեջերները, խանութների մենեջերներ, կառավարիչներ իրենք սովորաբար այլ երկրներից են հրավիրում Ոչ միայն, այնտեղ կատեգորիաները, օրինակ այդ երկրներում որոշակի ղեկավար պաշտոններ կան, որոնք որ մասնավոր սեկտորում հենց եվրոպական երկրներից են մարդիկ ներգրավում, արաբական այլ երկրներից, հետեւաբար այստեղ նույնպես կարևոր է, որ իրենք կարողանում են գան Հայաստան եւ այս առումով սա շատ լավ ուղերձ է նաեւ մեր տուրիստական բիզնեսով զբաղվող հանրությանը, մեր գործարարներին եւ դրա շարքը կազմող խմբին, որովհետեւ ռեստորանները, խանութները եւ այդ մնացած համակարգը նույնպես զբոսաշրջիկներին զբոսաշրջիկներին սպասարկում են եւ ես կոչ կանեմ մեր գործարար համայնքին պատրաստվել հոսքերին եւ իհարկե մեր գործարար համայնքին հետ համատեղ աշխատանքով բարձր որակի սպասարկմամբ ի վերջո հասնենք նրան, որ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ել ավելի մեծանա եւ այս առումով ուզում եմ նշել, որ պետությունը բազմաթիվ ներդրումներ է իրականացնում, մենք ավարտեցինք մեկ ծրագիր համաշխարհային բանկի հետ, որտեղ հսկայական ծավալով ներդրումներ եղավ մեր զբոսաշրջային ենթակառուցվածքների մեջ եւ մենք կնքել ենք նոր վարկային համաձայնագիր կկնքենք շուտով համաշխարհային բանկի հետ, որով $100 միլիոն Հայաստանը իր զբոսաշրջային ենթակառուցվածքների վրա կներդնի, մասնավորապես Գորիսի վրա կներդնենք, Եղեգիս ագրո կլաստերը կստեղծենք Եղեգիս համայնքում, Արենի գինու կլաստերը կստեղծենք, Գյումրիի վրա մեծ ներդրումներ կիրականացնենք, Դիլիջանը որպես առողջարանային այսպես կլաստեր ջերմուկի վրա շատ մեծ ներդրումներ են պատրաստվում անել ապարան կլաստերի վրա, դվին կլաստերի վրա եւ այսպես շարունակ։ Պապա երկու ճշտող հարցեր ասած այդ կապված։ Նախ ինչով ենք մենք ազդակներ ստացել հենց ձեր նշած երկրներից, որ տուրիստական հոսքերի ակնկալիք ունեք, օրինակ Բահրեյնից, Քաթարից մենք վիճակագրություն ունենք, օրինակ նախորդ տարիներին ինչքան տուրիստ է եկել հենց այդտեղից, սա մեկ, որ հենց որոշել եք այդտեղ ազատականացնել։ Երկրորդը միայն իրենց մասով է Հայաստան մուտքի վիզան է բացվել, այսինքն ազատականացվել եւ ինչքան է նախկինում ինչպիսի պայմաններ են գործում, թե նաեւ Հայաստանի քաղաքացիների համար է ազատականացվել Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Քաթար մեկնել, եթե վիզա չկար իհարկե, չգիտեմ։ Տեսեք, այստեղ մի շարք օրինակով է, այսինքն ոչ սա այս գործողությունը միակողմանի գործողություն է եւ սրա նպատակը ոչ թե Հայաստանի քաղաքացիների այլ երկրներում հանգստանալու հնարավորությունը հեշտացնել, ինչը պակաս կարևոր գործ չէ իհարկե, բայց այդտեղ ուրիշ գործողություն ենք իրականացրել, օրինակ Հայաստան է եկել Վիզերը, որը 8 նոր ուղղություն է 6 տարբեր երկրներում բացել, միայն կբացի միայն նոր ուրեմն քաղաքականության արդյունքում, այդ թվում Գյումրիից թռիչքներ կունենա եւ գիտեք, որ ինքը հայտարարել է նաեւ քանի որ պետական մեծ աջակցություն են տալիս, այդ աջակցության շնորհիվ իրենք հայտարարել են, որ մոտ 30 եվրոյով արդեն թռիչքներ ներում են։ Այսինքն այստեղ էլ գործողություն։ Հիմա ինչու
շատ ճիշտ եք ասում, ինչու միակողմանի, որովհետև մեզ պետք է, որ իրենց զբոսաշրջիկը գա Հայաստան, մեր հյուրանոցում ապրի, մեր ռեստորանում փող ծախսի, մեր խանութներում փող ծախսի, մեր տաքսիստների ծառայությունից օգտվի եւ ընդհանրապես Հայաստանում շատ փող թողի։ Այսինքն սա արտահայտելի հատված է։ Ինչու այդ երկրները, որովհետեւ մենք տեսնում ենք վերջին տարիներին մերձավոր արևելքի երկրներից ներողություն եմ խնդրում։ Մերձավոր արևելքի երկրներից ամեն հաջորդ տարի Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակաբար ավելանում է։ Եվ ավելին ասեմ, վերջին 1 տարվա ընթացքում մենք էական կրճատում ունենք Ռուսաստանի զբոսաշրջիկների, բայց այդ թիվը շատ զգալի չէր մեր զբոսաշրջային հոսքերի համար, որովհետև մերձավոր արևելքից, արևմտյան Եվրոպայից եւ Հնդկաստանից եկող զբոսաշրջիկների աճը էականորեն կոմպենսացրեց այն բացը, որը մենք ունեցանք Ռուսաստանից, եւ մենք շարունակում ենք այդ ուղղությամբ գնալ եւ մենք խնդիր ենք դրել մեր առաջ, որպեսզի մերձավոր արևելքի շուկան զբոսաշրջության նոր ռազմավարությամբ դառնալու է Հայաստանի Հանրապետության համար առաջատար առաջնային շուկաներից մեկը։ Կոնյակագործները հերթական անգամ բողոքի ակցիա իրականացնում։ Դուք նախորդ շաբաթ ասել եք անձամբ կգնաք Վրաստան, խնդիրը հասկանալու, ոնց հասկացաք չգնաց։ Չէ, տեսեք, ես ասել եմ հետեւյալը, ես ասել եմ ազգային ժողովում, ասել եմ, որ նախ կարիքի պարագայում պլանավորվում է նաև հնարավոր եմ համարում նաև իմ այցը Վրաստան։ Եվ ուզում եմ նշել, որ մենք այսպես ասած շատ ակտիվ քննարկումների մեջ ենք։ Իմ այցի հնարավորության դուռը, այսպես ասած, դեռևս փակված չէ, բայց այս պայդրությամբ չունենք այնպիսի իրավիճակ, որ օրինակ իմ այցի պարագայում կարող ենք այսպես ասած իմ այցը կարող է շատ ավելի այնպիսի իրավիճակը փոխել, քան այն on-line Zoom, Zang-ով եւ այլն, որ կապի մեջ ենք, որովհետեւ մենք օրական պարբերական տրամաբանությամբ շփվում ենք։ Բայց ես ուզում եմ մի կարևոր բան այդ թեմայով ասեմ, շատ չեմ բացի փակագծերը, բայց ես ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները։ Այսինքն մթերում արտահանում տրամաբանության մեջ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք որ ներգրաված են այդ գործընթացում, կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի, ես կրկնում եմ, խաղողի անխափան եւ պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպում։ Սա կօգնի, ես կարծում եմ, որ խնդիրների լուծմանը կօգնի, մենք նաեւ վաղը կամ այսօր գնայեմ գրաֆիկս, ուրեմն հանդիպում ունենք մեր կոնյակագործների հետ, ես այս ընթացքում գիտեք մեկ անգամ հրապարակային եմ հանդիպել, բայց նաև ոչ հրապարակային էլ ենք պարբերաբար քննարկում տարբեր առանձին արտադրողների կամ արտադրողների խմբի հետ։ Մենք կա որոշակի, այսպես ասած, քննարկման արդյունքների ամփոփում վրացական կողմի հետ, կհանդիպենք նաև քննարկենք մեր գործընկերների հետ, բայց ես ուզում եմ նշել, որ այնուամենայնիվ մենք կառավարությունը մեր խաղող արտադրողներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին եւ մեր բրենդի, կոնյակի, սպիրտ արտադրողներին եւ բրենդի կամ կոնյակ պատրաստի արտահանողներին միայնակ չի թողել եւ չի թողնի եւ մենք որոշակի աջակցության մեխանիզմներ կունենանք եւ դուք ապագայում դրանք մասին կտեսնեք։ Կապ ունի Իվանիշվիլի նախկին դաշնակցի Հայաստանով այդ փախուստով եւ կուզեի սա մեկնաբանեք, արդյոք դուք կապ տեսնում եք այս ստեղծված խնդիրների եւ այդ գործընթացի միջեւ եւ նաեւ փոթի մասով կան տեղեկություններ, որ հսկողությունը այնտեղ եւս մեծացվել է, այդպիսի ահազանգեր արդյոք ստացել եք։ Ես չգիտեմ այդ պատմության մասին եւ չգիտեմ ով է ձեր ասած մարդը եւ ես տեղյակ չեմ այդ պատմության։ Ես որևէ տեղեկություն չունեմ այդ պատմության հետ։ Պարոն Պապյան, սեպտեմբերի 25 քաղաքացիական պայմանագրի համագումարն է սպասվում,
պետք է վարչության կազմում հնարավոր է փոփոխություններ լինեն, ընտրական նոր ցուցակ է կազմվելու։ Եթե ճիշտ եմ հիշում, նախորդն է, որ այսպես կեղծիքների հետ կապված մեծահանուր բարձրացավ, այս անգամ մտավախություն չունեք, որ կարանունը կրկնվի, ու կան արդյոք ինքնաառաջադրումներ արդեն իսկ։ Նախ առաջինը սեպտեմբերի 20-ի ես խնդրում եմ ավարտեք համաժողովի հետ կապված նշեմ, որ ընտրական ցուցակ չի ձևավորվելու այդ համաժողովում։ Այդ համաժողովում նախատեսում ենք ընդունել նոր կանոնադրություն, նոր ծրագիր եւ իհարկե նոր վարչության ընտրություններ լինելու։ Վարչության առաջադրումների եւ ինքնաառաջադրումների փուլը սկսված չէ, դա հունիսի 1-ից 15-ն է, որքան հիշում եմ, այդ հատվածում է տեղի ունենալու, բնականաբար հիմա չկան եւ չեն էլ կարող լինել առաջադրումներ եւ ինքնաառաջադրումներ, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կազմը կփոխվի կամ ինչ չափով կփոխվի, բնականաբար ես վստահ եմ, որ ինչ որ չափով կփոխվի, որովհետեւ դա մաքուր ժողովրդավարական ձևով է տեղի ունենում, ինչպես նախորդիվ։ Ես ուզում եմ նշել, որ նախորդ անգամ կեղծիքներ տեղի չեն ունեցել, տեղի է ունեցել վերահաշվարկ, որի արդյունքում այո, փոփոխություններ տեղի են ունեցել։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ ընտրողների կամքը 100%-ով արտահայտվել է, այսինքն այդպես կլիներ, եթե վերահաշվարկ տեղի չունենար եւ վերահաշվարկի, այդպես ասենք, դե ոչինչ բան չի եղել, եթե վերահաշվարկ եղել է, վերահաշվարկի արդյունքում այդ թվում վարչության ընտրված եւ չընտրված կազմում փոփոխություններ տեղի ունեցել եւ ձայների փոփոխություններ տեղի ունեցել, դա նորմալ է եւ օրինակ ուզում եմ հիշեցնել, որ իմ ձայները օրինակ վերահաշվարկի արդյունքում ավելացել են, բայց ես չեմ համարում, որ այդ իմ ձայները գողացվել են, կներեք։ Ես այդպես չեմ համարում, որովհետեւ գիտեք 600 ձայնի մեջ օրինակ եթե 10 ձայն ավելանում է կամ 10 ձայն պակասում է, դա իհարկե շատ վատ է, չէ։ Դա իհարկե շատ վատ է, որովհետև դա նշանակում է, որ հանձնաժողովում որոշակի, այսպես ասած, հոգնածության կամ շտապողականության հետևանքով ինչ որ ձայներ լավ չեն հաշվարկել, բայց դրա հետևությունը մենք արել ենք։ Դրա հետևությունը կներեք, մենք արել ենք եւ հիմա ավելի շատ հանձնաժողովներ ենք ունենալու, ավելի շատ ժամանակ ենք տրամադրելու, ժամկետային սահմանափակում չեն ունենալու, այսինքն եւ իհարկե տեսախցիկների առաջ հանգիստ ինչքան պետք է թող հաշվեն, որովհետեւ շատ կարևոր է, որ մեկ ձայնը, որովհետեւ մենք տեսանք, որ մեր ընտրություններում մի կարծեմ 2 ձայնը որոշիչ նշան։ Մենք ունենք վարչության անդամ, որ 2 ձայն, այսինքն տեխնացու ունենք, որ մի 2-3 ձայն, եթե ավել հավաքեր, կընտրվեր, բայց չի ընտրվել։ Պարոն, երկու հարց, մեկը վերաբերում է նորից այդ ԿՊ վարչությանը, նկատելի է, որ վերջին նիստերին Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ չի մասնակցում, ինչ խնդիր կա, ինչով է պայմանավորված եւ ընդհանուր թիմի հետ կա արդյոք նրա եւ թիմի միջեւ խնդիր մեկուսացված է արդյոք եւ երկրորդ հարցը վերաբերում է, տեսեք, իշխանությունը անդադար խոսում է, որ ատելության խոսք չպետք է գեներացվի եւ այլն, բայց մենք այս օրերին տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանի վարչապետի տիկինը տարբեր բնորոշումներով խոսում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին, չմեջբերեմ, ենթադրում եմ դուք տեսած։ Տեսեք, ես պատասխանեմ։ Առաջին հարցում բացարձակ որևէ խնդիր չկա եւ կարծում եմ վարչության նիստերին չմասնակցությունը պարոն Ավինյանը ավելի ճիշտ կմեկնաբանի, բայց իմ տպավորությամբ եւ ես ունեմ վստահություն, որ դա բացարձակապես իր աշխատանքային պետական համայնքային աշխատանքային ծանրաբեռնվածությամբ է բացատրվում, որևէ կուսակցական խնդիր չկա։ Սա մեկ, երկրորդը ես երկրորդ դեպքը շատ չեմ մեկնաբանի, բայց ես կասեմ, որ հասուն տղամարդիկ, որոնք տարիներ շարունակ կնոջը վիրավորել են, թիրախավորել են, հայ կնոջը վիրավորել են, թիրախավորել են, ես շատ զարմացած եմ, որ այդ իրեն տղամարդ համարող մարդը կարա վիրավորվի մի իրավիճակից, երբ որ իրեն պարզապես պատասխանել են իր բառերի կեսի չափով։ Ես փոխանակ ամոթ ամաչեմ, իրենց տղամարդ համարող այդ մարդիկ, երբ որ կնոջը նստած վիրավորում են գրառումներով եւ այլն, մի հատ էլ բան է, ձեր մոտ զարմանք առաջանում։ Ես կարծում եմ, որ ձեր մոտ
5 տարի առաջ, 6 տարի առաջ, 4 տարի առաջ, 3 տարի առաջ, 2 տարի առաջ, որ զարման կառաջանար ու այդ մարդկանց ասեիք ամոթ չես համաչում, քեզ տղամարդ ես համարում, բայց նստած կնոջից բամբասում ես ու կնոջը վիրավորում ես, երեխաների մորը վիրավորում ես, այդ հարց չէր առաջանա, ես այսքանը կասեմ ու վերջ, ես այսքանը, այլ ներողություն եմ խնդրում, այլ հարցեր կան, այլ հարցեր տվեք։ Տեղեկություն չունեմ դա հետ կապված։ Ես գիտեմ, որ կար պրոբլեմ բանի հետ կապված, Ռուսալի հետ կապված, Ռուսալի ներկայացուցիչները իմ եւ փոխվարչապետ Դավիթաշվիլիի հետ հանդիպել են, ես հենց այդտեղ հանդիպում կազմակերպեցի եւ պարոն Դավիթաշվիլին Վրաստանի փոխվարչապետը խոստացավ լուծել այդ հարցը եւ դրանից հետո Ռուսալի ներկայացուցիչները մեզ չեն բողոքել որևէ հարցի հետ կապված եւ ես ենթադրում եմ, որ լուծված է հարցը։ Հարգելի գործընկերներ, մեր աջակցության ծրագիրը լինելու է մեր բիզնեսների մրցունակության պահպանման եւ խաղողի անխոչնդոտ եւ անխափան մթերումների մասին։ Այսինքն այն ընկերությունները, որոնք որ կիրականացնեն խաղողի անխոչնդոտ մթերում, նրանք կստանան որոշակի աջակցություն եւ սրանով նաեւ մենք մեր ոլորտին կաջակցենք։ Ավելի մանրամասն ես հիմա չեմ պատրաստվում ասել եւ չեմ էլ կարող ասել, որովհետեւ մեխանիզմների, ձևի եւ այլնի վերաբերյալ մենք քննարկումներ դեռ կունենանք ոլորտի հետ։ Պարոն Պապայան, ուզեի անդրադառնալ արտաքին քաղաքական հարցի, Ամերիկայի պետքարտուղարն է անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գործընթացների եւ նշել է, որ ամերիկյան կողմը ամեն ինչ անելու է հակամարտության ռիսկը նվազեցնելու ուղղությամբ։ Նախ ես ընդհանուր առմամբ ուզում եի ձեր գնահատականը որպես իշխող ուժի անդամ, ինչ ռիսկ կա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող են լայն գործողություններ լինել ռազմական եւ ինչպես է գնահատում այս հայտարարությունը եւ պարոն Պապայան նաեւ խոսվել է այստեղ գերիների վերադարձից, իրենք կարեւորել են խաղաղության հաստատման համար գերիների վերադարձի հարցը, կա որոշակի քայլեր ամերիկյան կողմից, կոնկրետ քայլեր գերիների վերադարձի ուղղությամբ, ինչ տեղեկություններ ունեք։ Քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր տեսակի ռիսկերը իրենք ինչ որ չափով առկա են։ Իսկ ինչի է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն գնով ցանկանում, ամեն գնով չէ, մեր ինքնիշխանության եւ մեր կարմիր գծերը ասել ենք, հա, եւ այդ շրջանակում մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի կնքենք խաղաղության պայմանագիր, որպեսզի նոր էսկալացիա չլինի, նոր պատերազմ չլինի, նոր զոհեր չունենանք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ամենը իրականացնում է այդ նպատակով եւ ամերիկյան կողմի հայտարարությունը ես իհարկե դրա մասնագետը չեմ, բայց ցանկացած հայտարարություն, որը կօգնի կողմերին ստորագրել արդեն իսկ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, համաձայնագիրը, ես կարծում եմ դրական վերաբերմունք ունեմ եւ հակառակը, եթե կլինի հայտարարություն, որը կհեռացնի կողմերին կամ կողմերից մեկին այդ հայտարարությունից, բնականաբար բացական գնա։ Իսկ պարոն Պապայան, գերիների մասով ասում են, որ խաղաղության հաստատման համար գերիների վերադարձը կարևոր է։ Կա ամերիկյան կողմից ինչ-որ նախաձեռնողականություն այդ Չեմ տիրապետում այդ հարցերին, որովհետև դա իմ ոլորտային հարցեր չէ։ Պարոն Պապայան, հարցել երեք նախարարի ասուլիսից նախարարների, այսինքն Հայաստանի եւ Ռուսաստանի, Արարատ Միրզոյանը ստեղծան հայտարարեց, որ Հայաստանը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդպիսի քննարկում կամ բանակցություն չկա եվրոպական կողմի հետ։ Ի վերջո, ինչի համար այդ դեպքում ընդունվեց Եվրամիության անդամակցության մասին այդ օրենքը եւ ինչի մասին է այդ օրենքը։ Դա Եվրամիության անդամակցության մասին օրենք չէր։ Դա Հայաստանի մտադրություն, սա գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծ է, գործընթացի մեկնարկի մասին եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության հետ հարաբերությունների մասով ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը
հայտարարել է Եվրոպական միությունում, Բրյուսելում, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտ լինել Եվրոպական միությանը այնքան, ինչքան Եվրոպական միությունը դա կհամարի հնարավոր կամ թույլատրելի։ Ես հիմա բառացի չեմ հիշում, հնարավոր։ Հետևաբար, սա ամենակարևոր քաղաքական հանձնառությունն է։ Մնացած գործողությունները, դրանք արդեն ըստ էության դրանց ենթագործողություններ կարող են լինել եւ այո, ինչ որ դուք ասիք, հայտ չենք ներկայացրել, իհարկե չենք։ Բայց կա ժամկետ, երբեք պատրաստվում ներկայացնել։ Օրենքը ժողովուրդը 50,000-ից ավել մարդ օրենքի նախագիծ է ներկայացրել, ազգային ժողով պետք է դրա նկատմամբ վերաբերմունք դրսևորել եւ վերաբերմունք դրսևորել է։ Դրական է այդ վերաբերմունքը դրսևորել, որովհետեւ դա ելի եմ կրկնում մեր արտաքին քաղաքականության եւ վարչապետի այդ ելույթի, հայտնի ելույթի ուղիղ տրամաբանության մեջ է։ Ո՞նց է կիրառվում։ Ես կրկնում եմ, դա երկար գործընթաց է եւ ես չեմ կարող ասել ինչքան, որովհետեւ այդտեղ մի կողմից տնային աշխատանք ունի Հայաստանի Հանրապետությունը անելու եւ մյուս կողմից բնականաբար գոյություն պետք է ունենա նաեւ եվրոպական երկրների քաղաքական կամքի հարցը, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ կրկնում ենք, մենք հիմա այս պահին գտնվում ենք բոլորովին այլ տնտեսական միության մեջ, այս Հայաստանի Հանրապետությունում հայտ չի ներկայացրել։ Երբեք պատրաստվում բան Պապոյան։ Եվ այլ օրակարգ այսօրվա ես կոնե որպես կառավարության անդամ չգիտեմ, չկա, Բայց ԵՄ-ի անդամակցության օրակարգ։ Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ օրակարգ այդ միությունից դուրս գալու Բայց երկուսն չենք կարող չէ համատեղել պարոն Պապոյան, թե Ռուսաստանի դեմ ուղղված քայլ չէ։ Որևէ մեր գործողությունները երբևէ որևէ երկրի դեմ կամ կողմ չեն եւ չեն կարող լինել։ Ոչ, դա շատ վատ գործողությունների շարք կլինի, եթե մենք մեր գործողությունները պլանավորենք ինչ-որ երկրի դեմ կամ ինչ-որ երկրի կողմ։ Մենք ինչ անում ենք Հայաստանի Հանրապետության համար ենք անում։ Բայց ռուսական կողմը դեմ է դիտարկում։ Հարգելի գործընկերներ, ես արդեն պատասխանեցի, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք եւ այլ օրակարգ Հայաստանի Հանրապետության կառավարությունում այս պահին իմ առջև դրված չկա եւ շարունակում ենք այդ տրամաբանությամբ աշխատել։ Եվ միևնույն ժամանակ մենք մեր օրենսդրությունը, կարգավորումները համապատասխանեցնում ենք աշխարհի լավագույն կարգավորումների հետ։ Օրինակ, Եվրոպական միության 4 դիրեկտիվները հաջորդ շաբաթ ազգային ժողովի կողմից կընդունվեն, սպառողների իրավունքների պաշտպանությանն են վերաբերվում, մրցակցությանն են։ Հիմա եթե Եվրոպական միությունում մրցակցության պաշտպանության կամ սպառողների իրավունքների պաշտպանության լավագույն կարգավորումներն են, այդ կարգավորումները չբերենք, չիմպլեմենտացնենք այստեղ։ Այդ դեպքում նաև դուք ասացիք, որ տնային աշխատանք ունեք կատարելու։ Ձեր արտախորհրդարանական գործընկերների հետ խոսել եք, քննարկել եք, որ այդ դեպքում հանրությանը չներկայացնեն, որ մենք արդեն հասել ենք Եվրամիության կազմում ենք գտնվում, կվեցինք եւ այլն։ Ես որևէ գործընկեր չգիտեմ, որ ներկայացրել է այդպիսի բան, որովհետեւ նախ չէ, այդ մարդիկ ովքեր որ այդ 50,000 ստորագրություն ներկայացրել չեն ներկայացնում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դրանք բոլորովին այլ ուժեր են, իրենք բոլորովին այլ կերպ են իրենց դիրքավորել, որևէ կերպ իրենք կապ չունեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, սա մեկ։ Երկրորդը դա արդեն նշեցի ինչի մասին է եւ այդ մեկնաբանությունը ես չգիտեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ падգամավոր, որ այդպիսի մեկնաբանություն է արել։ Ես մի բան չգիտեմ, պարոն Պապոյան։ Արամ Սարգսյանը բոլորովին այլ կուսակցության ղեկավար է, եւ մեր կուսակցության հետ որևէ առնչություն չունի, բացառությամբ այն դեպքում, երբ որ մեկ համայնքում, մայրաքաղաքում քաղաքային իշխանության հետ կոալիցիա է կազմել։ Գործընկերների շատ է հնչում այս թեզը այս տարիներին, որ Հայաստանում ինչ-որ ուժեր կա, որոնք ուզում են Հայաստանը դարձնել գուբերնիա, այդ Նոջերյանը դրանց այլակավար ասում,
վերածել, ուզում եք դարձնել Հայաստանը ծայրագավառ, Ռուսաստանի ընդհանրաբար ծայրագավառ կամ Ռուսաստանի գուբերնիա։ Ինչ կարող եք ասել մի դեպք, որ այս վերջին 35 տարվա ընթացքում Ռուսաստանը պաշտոնապես կամ կիսապաշտոնապես հայտարարել է, որ ակնկալիք ունի Հայաստանը զավթել, վերցնել, չգիտեմ, էքսպանսիայի ենթարկել եւ դարձնել օրինակ Ռուսաստանի գուբերնիա կամ ծայրագավառ հսկողական։ Երբևէ նման ազդակ Ռուսաստանից լսել եք կամ պաշտոնական հայտարարություն։ Նայեք, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, ընդհանրապես մեր քաղաքականության հիմնական նպատակը բնականաբար մեր ինքնիշխանության պաշտպանությունն է եւ աշխարհի բոլոր երկրների հետ հավասարի խոսելու։ Մենք չեմ կարծում, որ պետք է գնանք այն տրամաբանությամբ, որ ինչ որ երկրների, այսինքն մենք տես տարբերակում երկրների մեջ չպետք է դնենք, մենք որևէ երկրի հետ մեր հարաբերությունները կառուցելուց պետք է գնանք մեր ինքնիշխանության ամրապնդման եւ բնականաբար հավասարի խոսելու քաղաքականությամբ եւ տնտեսական քաղաքականության վարելուց մենք երբ որ տեսնում ենք, որ օրինակ կա մի ապրանք, որը Եվրոպայում վաճառում ենք, բայց Ռուսաստանում չենք վաճառում, մենք փորձում ենք դա նաեւ Ռուսաստանում վաճառել, եթե կա մի ապրանք, ես հարգելի գործընկերներ, ես պատասխանում եմ հարցին այնպես, ինչպես ես ցանկանում եմ պատասխանել, ես հետեւաբար ես այդ հարցը համարում եմ ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ երկրի գուբերնիա չի կարող դառնալ եւ այն քաղաքականությունը, որը այսօրվա կառավարությունը վարում է, հենց դրա մասին է։ Լսեք, ես պատասխանեցի ձեր հարցին։ Պարոն Պապոյան, կրկին այդ անդամակցության թեմային եմ ուզում անդրադառնալ, երբ որ կառավարությունը այդ որոշման հավանություն էր տալիս քաղաքացիական այդ նախաձեռնությանը, վարչապետը մեջբերեմ ասում էր, որ անդամակցության հարցը կքննարկվի Եվրամիության գործընկերների հետ եւ ասում էր մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որը իրենք են պատկերացնում եւ որը մենք ենք պատկերացնում եւ մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք։ Քանի որ նաեւ մեծ հաշվով ձեր ոլորտն էլ այստեղ սերտ առողջություն ունի, այսինքն առանց ձեզ հաստատ այդ քննարկումները դժվար լինեն։ Ուզում եմ իմանալ ինչ որ քննարկումներ է ճանապարհային քարտեզը մշակելու շուրջ այս ամիսներին այդ նախագծի ընդունումից հետո եղել է Եվրամիության հետ։ Մենք ամեն օր աշխատում ենք մեր օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։ Ես ձեզ քիչ առաջ նշեցի, որ հարգելի գործընկերներ, հələ թողենք անդամակցություն, ոչ անդամակցություն։ Եվրոպական միությունը առաջին հերթին ինքը ինչ-որ ստանդարտ է, ապրելու ստանդարտ, իրար հետ շփվելու, իրար հետ հարաբերվելու, իրար հետ գործակցելու ստանդարտ է։ Հիմա, երբ որ մենք ասում ենք, երբ որ ես ազգային ժողովում տանում եմ 200 էջից բաղկացած մի հատ մեծ փաթեթ, նախորդ շաբաթ ներկայացնում եմ ու քննարկում ենք, ու դա սպառողների իրավունքների պաշտպանության եւ մրցակցության պաշտպանության մասին է։ Դա գիտեք ինչ է, դա այն է, երբ որ Ֆրանսիայում, Գերմանիայում ինչ տրամաբանությամբ են մրցակցությունը կարգավորվում, այդ բերում ենք մեր երկրում կիրառում ենք։ Ինչ տրամաբանությամբ է մարդու սպառողի իրավունքները պաշտպանվում այդ երկրներում, նույնը կիրառում ենք։ Այսինքն մենք հիմա իրականացնում ենք այդ գործողությունները, որոնք որ մեր երկրի ստանդարտն են բարձրացնում, մեր երկրի մրցունակությունն են ավելացնում, եւ եթե դա իհարկե կօգնի այդ ճանապարհին, վստահաբար կօգնի, բնականաբար ավելի լավ, բայց մեր օրակարգը հետեւյալն է, առաջին հերթին մեր երկրում ամեն ինչ լավագույն ստանդարտներին համապատասխանեցնելը։ Հիմա պարոն Պապոյան, Հայաստանի հեռահար նպատակը ԵՄ անդամ դառնալն է, թե ոչ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ամենահիմնական նպատակը բնականաբար 29743 կիլոմետրով միջազգայինորեն ճանաչված սահմաններով խաղաղության պայմանագրի կնքումն է եւ այս տարածքում մեր ինքնիշխանության զարգացմամբ պետության այնպիսի պետություն կառուցելը, որը կապահովի անհրաժեշտ բարեկեցություն, ինքնիշխանություն մեր ժողովրդի համար եւ այդ ճանապարհին բնականաբար տարբեր ենթագործոններ կլինեն, որոնք որ այս տարածության իրականացնեն։ Ասում եք խաղաղության պայմանագրի, բայց դա ոչ միայն չի կատարվում, այլ ընդհակառակ Ադրբեջան անընդհատ վերջերս էլ նոր նախապայմանագրեր։ Ինչ ասենք, չասենք խաղաղության պայմանագիր պատերազմ լինի, գոհ կլինեք։ Չէ, ես իբր հարց եմ տալիս, բա ասում եք, ինչ անեք, ուրիշ բան ասենք, պատերազմ լինի։
Դե Բայց խաղաղությունը մի քննադատեք մի բան, որի հակադարձումը շատ, այսպես ասած, ոչ շահեկան վիճակում կհայտնեցնի ձեզ։ Ես երևի ավարտենք հարգելի գործընկերներ։ Կապետություն, որը սպառում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու անկախությանը։ Ես կարծում եմ, որ այդպիսի իրավիճակներ միշտ էլ կարող են լինել, բայց կառավարությունների խնդիրը դա է, դա միշտ կառավարել եւ այնպես անել, որ այդ սպառնալիքները տեղի չունենան։ Ռուսաստանը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։ Երեք Սերգեյ Լավրովը Ես կարծում եմ, որ բավարար բոլոր հարցերին ինչքան հնարավոր է պատասխանեցի։ Եկեք ավարտենք։ Լավրովը երեք ասել է, որ Հայաստանը մտադիր է հյուրընկալել եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը Հայաստանում, որը իր ձևակերպմամբ ձևավորված ֆորմատ է Բելարուսին եւ Ռուսաստանին մեկուսացնելու համար։ Կա այդպիսի տեղեկություն իշխանությունների։ Ես կարծում եմ, պարոն Միրզոյանը ավելի ճիշտ կպատասխանի, որովհետեւ ես տեղեկություններ չունեմ։ Շնորհակալություն։